Կրկին ողջույն, այսօր մի անգամ արդեն եթերում եղել եմ, բայց մի կարևոր բան հայտարարի բերեցի։ Երբ մեկը քեզ ասում է, որ պետք է այնպես անել, որ ոչ թե միայն խոսքերով, այլ առարկայորեն իշխանությունը պատկանի քաղաքացիներին եւ ինքը գիտի այդ ձևը, ու դու չես ուզում դա քննարկել, նշանակում է կամ ես չեմ ուզում քննարկել, դա նշանակում է ես ամենավատ մարդն եմ, որովհետև սահմանադրության մեջ գրված է իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսինքն մարդկանց, բայց ես ուզում եմ, որ ինձ պատկանի, այսինքն ես այդ մակարդակի սրիկա եմ, եթե ինձ այդպես պահեմ, եւ ասում եմ, չէ, չենք էլ քննարկում, հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Դու կարող ես ասել, ես չգիտեմ, չեմ պատկերացնում, չեմ հասկանում, բայց քանի որ ասողը աշխարհում եք հայտնի ժողովրդավարական գործիչ է, այն հսկա կոմունիստական կայսրության մեջ պատկերացնում եք 91 թվականին բացել եմ գրասենյակ Մոսկվայում սովետական միության ժողովրդավարական շարժումները կոորդինացնելու համար եւ դրա համար ստացել աջակցություն, շատ մեծ աջակցություն։ Ամենը փաստերով արձանագրված է։ Ուրեմն այդ մարդն ասում է, որպեսզի ժողովրդավարությունը կատարյալ լինի, իսկապես մոտենանք ժողովրդավարություն հասկացության բուն էությանը։ Արի այս համակարգով իշխանությունը տանք քաղաքացիներին։ Եվ եթե դիմացինդ, ես կլինեմ թե ձեզնից որևէ մեկը, ասում է, չէ, դա պետք չի, ուրեմն ինքը հետին սրիկա է, ամենավերջին սրիկան։ Ում խորտ է ժողովրդավարությունը, այն ժողովրդին հասնելով հասկանում է իրեն։ Այսինքն գերագույն տականք է։ Մենք այդ իրավիճակում ենք։ Ես արդեն քանի տարի է, 11 տարի է, նախորդ իշխանություններից սկսած տալիս եմ սահմանադրության բարեփոխված, ոչ թե ամբողջությամբ նոր սահմանադրություն, չէ, բարեփոխված տարբերակ, որ անառարկելի է դարձնում։ Եվ դա այնպեսի տարբերակ է, որ նույնիսկ մեկ քաղաքացու ձայնը չի կորում։ Պատկերացնում եք, ասենք Չինաստանում ընտրություններ լինի, 800 միլիոն մարդ կամ Հնդկաստանում 800 միլիոն մարդ մասնակցի քվեարկություններին, Պարլամենտում 400 միլիոն մարդ ասում է ոչ ինչ որ խնդրի, 400 միլիոն եւ 1 մարդ, մի մարդ ավել, ասում է այո։ Եվ այդ մի մարդու ձայնը որոշում է 1.5 միլիարդ մարդու վերաբերող խնդրի պատասխանը։ Այսինքն մարդը այդպիսի կարևորություն է ստանում։ Հիմա մեծամիտ տհակները, տականքները ասում են, կարողանա տգետ է, կարողանա իմ նման չի հասկանում, ես խելացի եմ, կարողանա էլ դեբիլ է, դու դեբիլը դու ես, որ իրավունքի հարցում քեզ Աստծուց վեր ես դասում, Աստված ասել է, Աստծու առաջ չկա տեր, չկա ծառա։ Աստծու համար բոլորը հավասար են։